Եվ տեսա երկնքում մեծ ու սքանչելի այլ նշան. 7 հրեշտակներ, որոնք ունեին վերջին 7 պատոհասները, քանի որ Աստծո բարկությունը դրանցով էր ավարտվում։ Ինչպես ճարտար քարոզիչն է բնարանը նկատի ունենում, իբրև քարոզի ավարտ, եւ զանազան դիտարկումները հանգեցնում են նույն բնարանին, ապա դարձյալ սկսում այդպես էլ Սուրբն այս իր տեսիլքում իբրև նպատակ նկատի ունի աշխարհի վախճանը։ Մեջտեղում զանազան տեսիլքներից հետո դարձյալ հանգեցնում է վախճանին եւ կրկին սկսում ինչեւ որ ավարտի ապագայում աշխարհի վախճանին սպասվող դեպքերի թվարկումը։ Որևէ գիրք, որ պատմում է աշխարհի վախճանի մասին, դեպքերը շարադրում է զանազան գլուխներով, ինչը տեսնում ենք նաեւ այստեղ։ Այդ պատճառով էլ մինչև այս գլուխն ասված խոսքը հասցնելով աշխարհի վախճանին, դարձյալ տեսավ 7 հրեշտակներ, որոնք ունեին 7 հարվածներ, ասես տոմսակներ իրենց ձեռքերում։ Դրանց վրա գրված էին պատիժների կամ նեղությունների 7 կերպերը, որոնցով քայլ առ քայլ դրսևորվելու է Աստծո բարկությունը։ Այս հարվածների նշանները նրանց վրա տեսնելով զարմանքով հիացավ եւ ասաց. «Տեսա մեծ ու սքանչելի այլ նշան»։